Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը, որը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող եւ ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը եւ միջև կոնկրետ փոփոխություններին անդրադառնալը թույլ տվեք մի քանի ցուցանիշ ներկայացնեմ, որը նաեւ տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ ու մասնավորապես գիտեք, որ կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղությունն էր ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդյունքները ճանաչելով կբերեին վարձատրության բարձրացման։ Ու պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որը այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին, օրինակ 2018 թվականին, 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ հավելյալ խրախուսման ընդամենը մեկ ծրագիր, որին հատկացված էր 263 միլիոն դրամ, 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագրեր այս ուղղություններով, որոնցից խոշորը իհարկե կամավոր ատեստավորումն է եւ 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 միլիարդ դրամ։ Եվ սա նշանակում է, որ սա մեր կայուն ու հետևողական քաղաքականությունն է եւ սրա արդյունքում նաեւ այսօր մենք ունենք 9602 ուսուցիչներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը, դրանք մեր ուսուցիչների շուրջ 31%-ն են եւ արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում, նրանց վերջի խումբը միացավ այս գործընթացին անցած տարեվերջին եւ հունվարին արդեն առաջին անգամ կստանա հավելավճարները։ Պետք է նշեմ, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու եւ լավարկելու մեր հանձնառությունը եւ անընդհատ խոսակցությունները, անընդհատ քննարկումները նաեւ բերում են շարունակական փոփոխություններ։ Հիմա ինչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին եւ մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Մասնավորապես կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների բարձրացությունը։ Ինչ է սա նշանակում, մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշիչի համաձայն նաեւ կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Բնականաբար կարգավորում ենք այն իրավիճակը, երբ որ ուսուցիչը արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է մասնակցում ատեստավորմանը եւ այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի եւ կսահմանվի նոր հնգամյա ժամկետ, պետք է հիշեցնեմ, որ եթե դրույքաչափը փոխվում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով։ Այսինքն եթե երկրորդ անգամ մասնակցեց եւ ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս երկրորդ անգամ, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց արդեն նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով եւ բնականաբար ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում երբ որ նոր մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։ Երկրորդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է Հանրակրթության օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրակրթության օրենքում վերջին տարիներին մենք մի քանի փոփոխություն արեցինք, ճկունություն ցուցաբերելով եւ հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաեւ տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում չունեցող եւ կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։
Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական կրթություն բարձրագույն եւ տվյալ առարկայի ոլորտում 40-ից 79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ եւ այս խմբի համար հիմա ստեղծում ենք հնարավորություն կամավոր ատեստավորմանը մասնակցելու։ Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս նաև կամավոր ատեստավորման մասնակցել։ Սա ինչու եմ կարևոր համարում, որովհետև յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցում են նաև այդ պահին ուսուցիչ չաշխատող մարդիկ, օրինակ այս տարի 500-ից ավել նման մարդ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանք ունենալով նաև արդեն ատեստավորման արդյունքը, գիտեն, վստահություն ունեն, որ բարձր վարձատրություն են ստանալու եւ այդ ատեստավորման արդյունքը ունենալով արդեն դիմում են ուսուցչի աշխատանքի համար։ Եվ այս կարգավորումները բնականաբար նոր հնարավորություններ կընձեռեն ու կլավարկեն եղած գործընթացը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։